Երևի թե այսքանը ու նաև էլի թեկնածուներ, օրինակ Գյումրիում էլ Սարիկ Մինասյանի տեսանյութը կհրապարակեմ լրացուցիչ, էլի մտել էր իր 32 տեղամաս հանձնաժողովի մեջ, ընտրության գործընթացում եւ ակնհայտ ուղղորդում էր մարդկանց։ Հա, մեկ էլ հարգելիներս այդ ցուցակների հետ կապված, քանի որ իրենք վերահսկելի չեն, սպասում ենք հիմա 3 օրից արձանագրությունները վերջնական որ լինեն, փորձելու ենք թվերը վերհանել, բայց գիտեք, այդ ցուցակները փակ են լինում ու հենց այդտեղ է խնդիր ծագում, որովհետև այս process-ի հետ կապված այն մտահոգություն ահազանգ ունենք։ Օրինակ եղել է փակ կոնֆիդենցիալ ահազանգ, որ զինվորի ծնող է, զինվորներին 2 օր առաջ թողել են տուն, այսինքն ըստ էության ստացվում է, որ հնարավոր է օդի մեջ կախված վարկած դնենք, հա, եթե ես սրա հետ կապված ինֆորմացիա ստանամ, շատ շնորհակալ կլինեմ։ Զինվորը որպես քաղաքացի անձնագրով գնացել քվեարկել է, հետո հետ է վերադարձել զորամաս, արդեն զորախմբով գնացել են, զինգրքույկով է քվեարկել, որովհետև իրենք զինգրքույկով են ըստ այդ ցուցակների գալիս քվեարկության։ Ստացվում է կրկնակվեարկություն բավականին մասշտաբային։ Շնորհակալ եմ շատ, հիմա հարցերը լսեմ։ Ձեր հարցը տվել եք, ուզում եք արձագանքենք, սկսենք ձեր հարցից։ Տեսեք, մանդատների հետ կապված հիմա մենք ըստ էության ոչ քաղաքական որոշում ունենք, ոչ էլ ըստ էության համապարփակ քաղաքական քննարկումներ ենք իրականացրել։ Բնականաբար զուգահեռ կոնսուլտացիաներ իրականացվում են, բայց որոշումներ ունենալու համար պետք է արդյունքներ ամփոփ լինեն։ Սա նախնական արդյունքներ են ու ինչպես տեսնում եք իմ հրապարակած տվյալներից իրապես նախնական են ու բազմաթիվ ճշգրտումները կարող է ելքային լինել, օրինակ Բարգավաճ Հայաստանի ՇՄ հաղթահարելու հարցը, հա, այս պարագայում ինչպես պարոն Կարապետյանը հայտարարել էր, ստացվում է այսօրվա գործող ազգային ժողովից տարբերվող ձևաչափ, այսինքն քաղաքացիական պայմանագիրը հնարավոր է այլևս հնարավորություն չունենա 3/5-ով որոշումներ կայացնելու։ Իսկ դա մի շարք ոչ միայն օրինակ դատախազ նշանակելու հարց է, այլ նաև մի շարք այլ հարցեր է, հա, միջազգային պայմանագրերի վավերացում կարող է լինել եւ մենք բոլորս գիտենք, հա, սպասելիք իրադարձությունների մասին, օրինակ սահմանադրության փոփոխությանը, օրակարգանոր սահմանության ընդունման, Տիգրանաշենի խնդիր կա, այսպես կոչված ճակերտավոր անկլավների, մի շարք հարցեր կան, բայց այդ ամենին անդրադառնալու համար դեռ չկա քաղաքական որոշում, դեռ չկա վերջնական արդյունք, այդ ամենից հետո նոր օրակարգային կդառնա խոսելու։ Ձեր անձնական տեսակետից ինչպիսին անկախ ԲՀԿ-ի հետ կապված է։ Տեսեք, հարգելիս, մեր անձնական տեսակետը մենք ողջ քարոզչության ընթացքում ու դա զուտ տեսակետ իրապես չէր եղել, որ մենք ձգտում ենք հաղթանակի, մենք իրապես տեսել ենք լուրջ մասնագիտական կառույցների վերլուծություններով այդ հաղթանակի հնարավորությունը ու պատահական չէինք ասում, հա, որ հաղթանակ ենք գնում։ Մենք դիտարկել ենք մեզ որպես իշխող ուժ դառնալու տարբերակը։ Բնականաբար շատ բացասական տրամադրվածություն է, բնականաբար մենք բոլորս Հայաստանում ենք ապրում, ես բոլոր պայքարների առաջամարտիկներից եմ եղել եւ ընդդիմադիր այդ մանդատի հարցը դուրեկան չի որևէ բանական մարդու, բայց մենք պետք է հասկանանք, հա, ինչքան քվե ունենք, ժողովուրդը մեզ ինչ է պատվիրակել, ինչ է լիազորել, մենք նաև նախատեսում ենք հաշվի առնել հենց մեր աջակիցների ցանկությունը ու կարծիքը մեր վերջնական որոշման հարցում, որովհետև ի վերջո սա պատասխանատվություն է առաջին հերթին, դու անդիմություն երբ որ դառնում ես որոշելու խորհրդարանական թե արտախորհրդարանական, պետք է հասկանաս վրա հասնող վտանգները եւ լիազորությունների շրջանակը, դրանք արկախելու հնարավորությունները որպես խորհրդարանական թե որպես արտախորհրդարանական արդյունավետ։ Բնականաբար կարծում եմ որևէ մեկի մոտ երկրորդ կարծիք չի առաջանա, որ մեզնից որևէ մեկը այդ մանդատի կռվի համար չէր, հա, այս պայքար մտել։ Լուրջ հարցեր, խնդիրներ կա, բոլորից համար է սա անձնական լուրջ նեղություն է, բոլորս էլ լուրջ հետևանքներ ենք կրում ու ծանր բեռ ենք կրել այս պայքարը մտնելով, ասում եմ կոպիտ ասած տուն, տեղ, երեխա, բիզնես, անձնական հարցեր, ամեն ինչ մի կողմ թողած, մեր հայրենիքի համար մարտի մեջ ենք մտել ու հիմա լուրջ երկրորդ խնդիրն է գալիս, որ մեր քաղաքացուն այդպես է չթողեցին, որ իր կամքը արտահայտվի, որովհետև եթե այս ծավալի միջամտություններ չլինեն, պատկերը սա չէր լինելու։
Դեռ ոչ, որովհետև ես ասում եմ, օրը 1-2 ժամ եմ հասցնում քնեմ, հիմա վերամշակում եմ, դեռ ոչ, հարգելիս, խնդրեմ։ Քբարական Ռոմանոս Պետրոսյանը խոսելով ՀԿ-ի անթողիկշեմը հաղթահարելու մասին սենսացիոն հայտարարություն արեց, մեջբերում եմ, Անդիմադիր կուսակցությունների կազմում կլինեն ողջամիտ, հայագենթոն, արժանապատիվ անձինք, ում հետ կաշխատենք, որոնք կարող են կազմել սահմանադրական բարեփոխումների գործընթացի մաս։ Կլինեն անհատներ, որոնք իրենց կլանային շահերը ցած կդասեն պետական շահերից։ Ես այդպիսի անձանց անտառ ճանաչում եմ։ Այսինքն բացահայտ ասած, որ ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր կլինեն ՀՊ-ի կողքին։ Ինչպես կարտագանքեք նրա այս հայտարարությունը։ Այս հայտարարությունը վստահ եք, որ ձեր շարքերում չկա այդպիսի մարդ, որը ԿՊ-ի քսատարի գաղտնիք դարձությունների։ Ես վստահ եմ, որ իմ թիմակիցները եւ ընդդիմադիր ուժերը հայրենասեր մարդիկ են ու լիահույս են, որ մտել են այս պայքարի մեջ նույնական մոտիվներով, ինչ ես եւ իմ քաղաքական ուժը եւ վստահ եմ, որ սա հերթական քաղաքական մանիպուլյացիան է, ինչը քաղաքացիական պայմանագրի մոտ մի բանը որ ստացվում է, դա քաղաքական մանիպուլյացիան է։ Քրտից պոկել 8 պատգամավորների դրա մասին նաեւ Այստեղ կարող որքանով է իրատեսական, հաշվի առնելով այն, որ Փաշինյանը իր թիմակիցների դեմ ունի տարբեր կոմպրոմատներ, որոնք նրանց պահում է իր դաշտում։ Իսկ ինչու ենք բացառում, որ այո, կարող է քաղաքացիական պայմանագրի շրջանակներում կան հայրենասեր հայեր, ովքեր այնուամենայնիվ կարմիր գծեր ունեն ու այդ նոր սահմանադրության ընդունումը Տիգրան հանձնում է, որոնք ճակատագրական են լինելու բոլորիս համար, որովհետև բոլորս նույն երկրում ենք ապրում։ Սա բոլորիս պետությունն է, սա մեր ազգն է, բոլորիս ճակատագիրն է։ Ես անհուսալի լավատես եմ եւ փորձում եմ Չէ, ինչու ոչ մի, շատ պատգամավորներ են եղել, իշխանական գծի մեջ հայտնվեց, այսինքն հանրությունը արդեն այդ վատ նախադեպը ունի եւ հիմա ըստ էության ասել, որ տվեք մեզ մանդատ, որ 8 քաղաքական բերենք։ Մենք բնավ բնականաբար հեշտ չի։ Դա զրույց է քաղաքացու հետ։ Հիմա մենք ինչ ենք ամ Ջորջան, օրինակ մենք ինչու Սամվել Կարապետյանը մեր վարչապետի տեխնացուն դարձավ, չէ՞, օրինակ մեր կյանքում ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, որ այլ տեխնացու ունենք, որ խնդիր չունենար, որովհետև այդ ցանկությունը, որ Սամվել Կարապետյանը դառնա մեր քաղաքական ուժի առաջնորդ ու Հայաստանի Հանրապետության վարչապետ, ուներ մեր ընտրողը, մեր աջակիցները, իսկ մենք լինելով մի քանի ամսական քաղաքական ուժ աննախադեպ հանրային աջակցություն ունենք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ անկախ այս ահռելի ճնշումներից ու հետապնդումներից գալիս մեզ աջակցություն մեր կողքին կանգնում են։ Հիմա մենք նպատակ ունենք կրկին ականջալուր լինենք ու Նարեկ Կարապետյանը ունի այդ իրավունքը ու նաև հնարավոր է պարտականությունը զրույցի մեջ բռնկվելու իր ընտրողի, իրեն լսողի ու իրեն հավատացողի հետ։ Օրինակ հիմա շատ մարդիկ կարծիքներ են այտնում, քննադատում են մեզ, ովքեր օրինակ մեզ քվե չեն տվել։ Մենք առաջինը կաշկանդված ենք մեր ընտրողի ցանկությամբ։ Եվ բնականաբար պարոն Կարապետյանը կարող է նման կարծիք արտահայտել։ Հիմա կան ՔՊ-ի մեջ հայրենասարներ, չկան հայրենասերներ, արդեն դա թող մնա հանրության ու ՔՊ-ի դատին։ Բայց մենք կարող ենք արդարացիորեն ունենալ տենց հնարավոր վարկած, որ հնարավոր է քաղաքացիական պայմանագրի որոշ թեկնածուներ, պատգամավորներ եւ մարդիկ իրանք ունեն անթույլատրելիության գիծ, ու օրինակ այդ թույլատրելիության գիծը Տիգրան Աշենի հանձնումն է։